Ցավոք սրտի հանդիպում են դեռևս 21-րդ դարում մեր ժամանակներում մասնագետներ, ովքեր չբերության կոնտեքստի տակ բուժում իրականացում են նաև գառներելայի կապակցությամբ։ Դա բժշկագիտության սահմաններից դուրս է, դա բժշկագիտություն չէ, դա կարելի ավելի այսպիսի բառերով նկարագրել, դա անգարագիտություն, այդպես կարելի ասել։ Այո, ես էլ եմ տեսել բազմաթիվ օրինակներ, երբ գառներելայի համար տանջալից սխեմաներ են նշանակված, սիստեմաներ են նշանակված, սրսկումներ, ներերակային միջմկանային սրսկումներ, ներերակային ներարկումներ, տղամարդկանց մասաժներ, դա ահավոր է, այդպես չի կարելի անել։ Գառներելն ընդամենը կարող է խոսել մարդու ոչ լվացված լինելու մասին, ոչ լողացած լինելու մասին, չի կարելի բուժել միկրոբներին, որոնք այսպես թե այնպես որոշակի քանակությամբ ապրում են մեր օրգանիզմում, եւ հետո գառներելան բուժել անպտղության համար, գառներելան բուժել էրեկցիայի խնդրի համար, գառներելան բուժել վաղաժամ սերմնաժայթման համար, ոչ, չի կարելի այդպես անել։ Դա չի կարելի մարդուն այդ աստիճանի խաբել, չի կարելի պացիենտին այդ աստիճանի հիմարեցնել, չի կարելի։ Ես կարծում եմ, ոչ, ես չեմ կարծում, ես վստահ եմ կյանքը բումերանգ է, ամեն ինչը նորից բնության մեջ հետ է, յուրաքանչյուր վատություն անողի, այդ ամեն ինչը բումերանգի օրենքով հետ է գալիս։ Գուցե վատություն անողին չի հետ գալիս հենց անմիջականորեն, դա կարող է այլ օղակներով անդրադարձանել, դրա համար պետք է լինել ազնիվ պացիենտների հետ։ Դա նշանակություն չունի ընդհանրապես, որ պացիենտը չունի բժշկական կրթություն, ինքը չգիտի գառներելան որն է, գոնորեան որն է, շատ հաճախ պացիենտները խառնում են իրար, գոնորեա չէ, թե գառներելը չեն էլ պատկերացնում, որ դրանց տարբերությունները շատ է, բայց չգիտեն եւ խառնում են իրար, բայց դա կապ չունի, ինքը որ խառնում է, դա դեռ չի նշանակում, որ դու պետք է շփոթեցնես իրան, որ դու պետք է չեղած տեղից պատմություններ սարքես, ինչի համար բազմաթիվ մարդիկ ուղղակի ունեն կասկած, ունեցել են առանց պաշտպանվել կոնտակտ, կասկածում են, որ ունեն հիվանդություն, գալիս են ազնվորեն ասում են բժիշկ ջան, ես գանգատ չունեմ, բայց կասկածում եմ, կարա լինի հիվանդություն, մարդու անալիզներն անում ես մաքուր է, ինչի չտասի, անալիզները տուր, թող գնա ազատ ապրի, թող ուրախանա, վայելի կյանքը, իր անալիզները մաքուր է, չի կարելի արհեստական։ Ես հասկանում եմ, ինքը այդ անալիզներից բան չի ջոգում, որ դու ասես կա բորբոքում, ինքը չի պատկերացնում, որ դա կա թե չկա, բայց այդպես պետք չի անել։ Դա ազնիվ չի, դա գեղեցիկ չի, դա տգեղ է։